Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, Վանաձայնի եթերով եւ դիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հագարակ Մոսկվայեն բարբերապար հնչող գոչերուն Հայաստանի հարաճիգային հանրակրվե պիտի չգադարե Եվրոպական միության անդամակցության հարցով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան երեկ արձագանքեց Եվրոասիական միության 4 երկիրներու ղեկավարներուն նամակին, նշելով թե անհրաժեշտ է կարելի եղածին չափ գար ժամկետներու ընթացքին համազգային հանրակրվե գադարել Եվրոպական միության միանալու կամ Եվրոասիական տնտեսական միության գազմի մեջ մնալու հարցով։ Մինչև այն բահը, երբ Հայաստան պաշտոնապես չէ դիմաց Եվրոասիական միության անդամակցության համար կամ Եվրոասիական տնտեսական միության անդամակցության տեխնազուի կարգավիճակին շատ մոտ չէ, որովհետև հանրակրվե գադարելը անդրամաբանական է, հայտնեց Փաշինյան։ Կրեմլինի պամպեր Դիմիտրի Պեսկով հայտարարեց, որ Հայաստանի հանդեպ Եվրոասիական տնտեսական միության համաձայնագիրի մեխանիզմը սարեցնելու հարցը կնախադեсվի քննարկել մինչև դեկտեմբեր։ Տնտեսական բաժամիջոցներու եւ սպառնալիքներու զուգահեռ Ռուսիա նախագահ Վլադիմիր Պուտին անցամ խոսած էր Հայաստանի մեջ հանրակրվե գադարելու անհրաժեշտության մասին, բնտելով որ վարչապետ Փաշինյան համագործիկ է իրեն։ Բայց այնպես Փաշինյան գրգին հաստատեց, որ Հայաստան դակավին պիտի մնա Եվրոասիական տնտեսական միության մեջ Ռուսիա, Բիելորուսիա, Ղազախստանի եւ Խրղիզստանի հետ։ Մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ եւ առանց վիճաբանություններու Եվրոասիական տնտեսական միության մեջ աշխատել։ Ես համոզված եմ, որ մենք այս մասին դակավին ունենք ներուժ, զորք օգտագործենք հարաճիգային։ Մոսկվա կորձնական քայլերու թիմելով հայտարարեց, որ 2 հունիսին սկսյալ ժամանակավոր սահմանափակումներ պիտի ճշտե Հայաստանին առաքվող գորիզավոր միրգերու, փալ, ձիրան, սալոր, թեղծ, նեկտարին եւ տարմ խաղողի ներածումին եւ անոնց Եվրոասիական տնտեսական միության անդամ պետություններ դարանցումին վրա։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն առաջ Ռուսիա սահմանափակեց հայկական շարք մաբրանքներու ռուսական շուկամուտքը որակական անհամապատասխանատվության։ Երեկ Եվրոպական միությունը իր ղարքին հայտարարեց, որ Ռուսիան նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությունը եւ ազդել ընտրություններու արդյունքին վրա, շեշտելով, որ Եվրոպական միությունը պիտի շարունակի աջակցել Երևանին այդ փորձերը հաղթահարելու համար։ Իբրև ինքնիշխան ժողովրդավարական եւ անկախ երկիր Հայաստան ունի իր սեփական ուղին եւ գործընկերները ընտրելու բոլոր իրավունքները, նշեց Եվրոասիական միության հաղորդակցությունը։ Ամենայն հայոց կարեկին երկրորդ վեհապար Արարատյան Դոներու շաբթվան արիթով իր հղած ուղերձին մեջ հայտնեց, որ նշումը կգադարվի այնպիսի իրավիճակի մեջ, երբ ծանր գորուստները խրոված են մեր ժողովրդին անտորը, երբ հարվածներ կհասնին մեր ժողովրդի ինքնության հիմերուն, գաղաբաղվին հոգևոր եւ ազգային սրբազան խորհրդանիշները։ Սուրբ Էջմիածին նidone պիտի նշենք խորաբես մտահոգիչ պայմաններու մեջ բարակտված է մեր ժողովուրդը, հայրենական անտաստանին մեջ սերմանված են ադելություն, տշնամանք, անհանդուրժողություն եւ անարդարություն։ Իսկ իշխանություններու միջամտությամբ խախտած են եկեղեցվո տարավոր կանոնագարքերը, հետաբնթումներու եւ բռնաջնշումներու ենթարկված են մեր եկեղեցին եւ եկեղեցասեր անձերը, նշեց վեհապարը։ Կարեկին երկրորդ վեհապար անդրադարձավ Հայաստանի մեջ դեղի ունենալիք ազգային ժողովի ընտրություններուն, ասելով Էջմիածինի Դոնին նվիրական օրը մեր երկրին մեջ դեղի պիտի ունենան խորհրդարանական ընտրություններ։ Հայրապետական հորտորը հարաճիգա գիրագի բոլորը անպայման ընտրություններուն մասնակցին ազգին եւ հայրենիքին շահերուն բարձր գիտակցությամբ, լուսավոր աբակայի տեսիլքով եւ սերունդներու հանդեպ պատասխանատվությամբ, որբեսի մեր երկրին մեջ օրենքը քերագայե, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը հարգվին եւ դիրաբեդեն արդարությունը, ճշմարտությունը, սերը, համերաշխությունը եւ փոխադարձ հարկանքը։
Վեապարը գոչ ուղեց քաղաքական ուժերուն զերծ մնալ ադելության խոսքեն, զգոնություն եւ շրջահայացություն դրսեւորել եւ ժողովուրդը հերու բահել անցանկալի զարգացումները։ Մեր հորտորն է իրավաբա համագարկի ներկայացուցիչներուն անհրաժեշտ բոլոր պայմանները ապահովել արտար ընտրություններ կատարելու եւ մեր հայրենագիտցներու ազատ արտահայտությունը հարգելու համար, նշեց ամենայն հայոց կարեկին երկրորդ վեհապար։ Հայաստանի մեջ ժողովրդավարության միջազգային դիդարան նախաձեռնությունը International Observatory for Democracy in Armenia IODA հայտնեց, որ 7 հունիսին նախադեсված խորհրդարանական ընտրություններուն ընթരാճ Հայաստանի իշխանությունները ընդլայնած են գարավարության քննադատներուն ցերպակալությունները։ Խոսքի հիման վրա ենթադրյալ իրավախախտումներու մեղադրանքներով։ Հայաստանի մեջ կատարված երկրորդ պաստահավաք առաքելության ընթացքին IODA-ն արձագանքեց ընդրական կորզընթացի արտաքին միջամտության մասին բնդումներ։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմէ վարչական միջոցներու գիրարգումի կրկնվող դեպքեր, ինչպես նաև բազմաթիվ հաղորդումներ, թե ինչպես ընդրողներու հատկապես պետական համագարկի մեջ աշխատողներու շրջանագին մեջ վախը արգա է ինտիմատիր տեխնազուներուն աճակցելու համար։ IODA-ի խորհրդի անդամ Սարա Լիուիցն հայտնեց. Վարչապետ Նիկոլ Փաշինյան պատասխանատվություն կգրե երկրին մեջ ցևավորված մտահոգիչ իրավիճակին համար։ Ոչ միայն քննադատներու հանդեպ հարուցվող քրեական հետապնդումներու, այլև դաշնամական ընդրական մտնոլորտի համար, որ ուղեկցված է սեփական գարձիկը արտահայտող քաղաքացիներու հասցեին անոր հրաբարագային վիրավորանքներով եւ հարձակումներով։ Գարավարությունը բարձավոր է ապահովել, որբեսի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինքզինք ազատ եւ անվտանգ զգա վարչապետը քննադատելու եւ գարավարության քաղաքականությունը քննարկելու հարցով։ Անգախ հանգետ է իշխանություններ որքան անընդունելի կամ վերաբորական կրնան նկատել այդ քննադատությունները։ IODA-ի երկրորդ պաստահավաք առաքելությունը կատարվեցավ 22-ին 27 մայիսին միջազգային փորձագետներու պատվիրակության կողմէ։ Պատվիրակության անդամներն էին Մարդու իրավունքներու մարզին մեջ մասնակցած իրավաբաններ Ֆիլիպ Կալֆայան, Սարա Լիուիցն եւ Դայանա Գիրնին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Բրայան Մեյ։ Երևանի մեջ կատարված դեսակցություններն բացի պատվիրակությունը դեսակցեցավ Զեղծարարության կանխարգելումի հանձնաժողովի ներկայացուցիչներուն հետ, ինչպես նաև Հրազդան, Սևան, Իջևան, Տիլիջան, Վանացոր, Սպիտակ եւ Գյումրի դեսակցություններ ունենալով քաղաքական գուսակցություններու դեղական ներկայացուցիչներու, իրավաբաններու, ընդրական դիտորդներու եւ քաղաքացիական հասարակության գազագերբություններու հետ։ IODA-ն փորձեց դեսակցել նաև քաղաքացիական պայմանագիր գուսակցության ներկայացուցիչներուն հետ, սակայն առաջարկին պատասխան չունեցավ։ Դեսակցության առաջարկներ ուղարկվեցան նաև Սահմանադրական դատարան, քննչական կոմիտեի եւ Մարդու իրավունքներու պաշտպանի գրասենյակի, սակայն բոլորն ալ մնացին անպատասխան։ IODA արձանագրեց նաև գարավարության քննադատներու նոր ցերպակալություններու շարք մտեփքեր, որոնց մեկ քանիմը կորձեր հարուցված են քրեական օրենսգիրքի ոչ հստակ ցեվագերբված խոսքի եւ արտահայտության հիմքով քրեական մեղադրանքի հիման վրա։ Այսպես 29 մարտին Փաշինյան այցելեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցի մարտաշատ ժամերկության ընթացքին։ Քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները հավատացյալները հրելով վարչապետին համար բացին ջամփա, որուն հետևանքով նախ դեղի ունեցավ վիճապանություն, ապա հրմշտուկ։ Իրավաբանները ցերպակալեցին եւ քրեական մեղադրանքներ առաջադրեցին 18 տարեկան եղբայրներ, ավագ դպրոցի աշակերտներ Դավիթ եւ Միքայել Մինասյաններուն եւ Գևորգ Գևորգյանին։ 12 մայիսին իրավաբանները Երևանի մեջ ցերպակալեցին լրագրող Արտակ Ավետիսյանը, որ ուղիղ եթերի ընթացքին վարչապետ Փաշինյանին անվանեց Տավաջան։ 16 մայիսին պաշտոնական հաղորդումին համաձայն Արդաշադի բնագիչ Արմեն Հովանեսյան անձնասպանություն կործեց ոստիկանության հսկողության տակ գտնվելով Երևանի հոգեբուժական հաստատություններն մեկուն մեջ։ Իրավաբանները զայն ցերպակալած էին քաղաքացիական պայմանագիր գուսակցության նախընտրական բաստարը բادرելու կասկածով, մեղադրելով քարոզարշավը խոչընդոտելու մեջ, սակայն պաշտոնական մեղադրանքը այդպես ալ չներկայացվեցավ։ 18 մայիսին իրավաբանները ցերպակալեցին Արցախի բռնի դեղահանված եւ քաղաքական կորզիչ Արտուր Օսիպյանը, վարչապետ Փաշինյանի հետ դեղի ունեցած լարված միջադեպի հետ։ Ան մեղադրվեցավ բռնություն հրահրելու, խուլիգանություն կատարած, ըլլալու եւ քարոզարշավին խոչընդոտելու հանցանքներով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Բաքուի ուժանույթի 31-րդ համակումարի պաշտոնական բացման արարողության ընթացքին ասավ. Մենք նոր երթևեկի հաղորդակցության միջանցքներ կփանանք երկաթուղի եւ երթևեկի հաղորդակցության ենթակառույցներու մեջ ներդրումներ կատարելով։ Ալիև հայտնեց, որ արևելք-արևմուտք միջանցքը հաջողությամբ կգործե եւ ավելցուց։ Զանգեզուրի միջանցքը, որ արևելք-արևմուտք միջանցքի հավելյալ ջղմը պիտի դառնա, անպայման պիտի գառուցվի։ 8 օգոստոս 2025-ին Սպիտակ դան մեջ Միացյալ Նահանգներու նախագահին Հայաստանի վարչապետին եւ իր կողմից ստորագրված փաստաթուղթին համաձայն։ Մյուս կողմը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարեց, որ Թրամփի ուղի ծրագիրը կգադարվի Հայաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության իրավազորության հիման վրա։ Բնտելով, որ ծրագիրը իզորու է բոլոր կոդիներու բարակային։ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ իր գարքին Բաքուի ուժանույթի շաբաթի մասնակիցներուն ուղղած իր ուղերձին մեջ նշեց, որ հունիսին Բաքուի եւ Երևանի միջև ղեկավարումի հարցով քննարկումներ կգնկալվին։ Երբ մենք տեսակցեցանք Սպիտակ դան մեջ, հաջողեցանք առաջընթաց արձանագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության գծով։ Ինչպես գիտեք, դարաշրջանային ուժանույթի համարգումը 8 օգոստոսին տեղի ունեցած պատմական խաղաղության վեհաժողովի առանցքային հենասյուներեն մեկն է։ Վարչակազմս անհամբերությամբ կսպասի հունիսին այս նյութով կատարվելիք արդյունավետ քննարկումները, նշեց Թրամփ եւ ավելցուց. միասին մենք առաջ կմղենք խաղաղությունը, կամրապնդենք բարեկեցությունը եւ կգառուցենք ավելի վստահ ապագա ծեր դարաշրջանին եւ ամբողջ աշխարհին համար։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ, վանացայնեն ցեզեդենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզեդեն ցայնի աղորդավար Անտոնին եւ ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։